Եվ մենք այսօր նաև արձանագրում ենք, որ ահա այս հանգրվանից, քրիստոնեական և պետական այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի և մեզ պետք է կայացնել որոշումներ։ Այսօր և ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ